Պոկրովսկ պաշտպանական հզոր հանգույցի անկումը ճակատագրական եղավ ուկրաինական բանակի համար։ Խոշոր տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոն մտնելուց ժամեր հետո ռուսական բանակը հայտարարեց Վոլչանսկը գրավելու մասին։ Քաղաքն ազատագրված է։ Քաղաքը մեր վերահսկողության տակ է։ Ով վերահսկում է Վոլչանսկը, նա տիրապետում է Խարկով տանող բոլոր ճանապարհներին։ Վոլչանսկը սահմանամերձ է եւ այն վերահսկող երկիրը բուֆերային գոտի է ստանում սահմանի մոտ։ Ուկրաինացիները մեծ ճիքեր են գործադրել Վոլչանսկը պահելու համար։ Հակառակորդը մեր ուղղությամբ օգտագործել է իր ամբողջ զինանոցը, հրետանուց միջև անօդաչուներ, հետախուզական դրոններ։ Մեր գումարտակը ոչ մի կորուստ չունեցավ։ Ռուսական զինուժի հյուսիս խմբավորումն է առաջինը Վոլչանսկ մտել։ Մաքրում եւ դուրս ենք մղում թշնամու ցակ ու սրիվ խմբերը, որոնք նահանջում եւ հանձնվում են։ Մեր գումարտակները շարժվում են առաջ եւ դիրքեր զբաղեցնում։ Կիևը պաշտոնապես հերքել է Մոսկվայի պնդումները Պոկրովսկը եւ Վոլչանսկը գրավելու մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ մարտերը շարունակվում են եւ քաղաքները ռուսական զորքերի լիակատար վերահսկողության տակ չեն։ Այստեղից է սկսվում Դնեպրոպետրովսկի մարզը։ Լքված տեխնիկա, ավերված տներ, խրամատներ եւ փշալարեր։ Այսպիսի տեսք ունի Դնեպրոպետրովսկի մարզը ռուսական զորքերի կողմից ուկրաինացիների պաշտպանությունը ճեղքելուց հետո։ Օգտագործել ենք եղանակային պայմանները, մտել ենք հիմնականում փոքր խմբերով։ Մեր հրետանին եւ անօդաչուները աջակցում էին ցամաքից եւ օդից։ Օգտվել ենք նրանից, որ հակառակորդը մեզ չէր սպասում։ Չէր սպասում, որ այսպիսի արագ ճեղքում կլինի։ Վերջին մեկ ամսում Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերում մոտ 2 տասնյակ բնակավայր է անցել ռուսների վերահսկողության տակ։ Այսօր ռուսական բանակը մտել է Զապորոժիեի մարզի Չերվոնոյի բնակավայր։ Այս ամենը ՆԱՏՕ-ն է մատակարարում, նռնակն էլ է ՆԱՏՕ-ական։ ՆԱՏՕ-ն զենքի մատակարարումը դադարեցնել չի պատրաստվում, իսկ Միացյալ Նահանգներն արդեն անիրատեսական է դա համարում։ Ոմանք կարծում են, որ մենք պետք է շարունակենք ֆինանսավորել Ուկրաինային, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Դա ճիշտ չէ։ Մոսկվան պատրաստվում է Ուկրաինային նաև ծովից կտրել, եթե Կիևը շարունակի Սև ծովում ռուսական տանկերների վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է Պուտինը, չբացառելով, որ կպատժվեն նաև այն երկրները, որոնք օգնում են Ուկրաինային։ Расширим номенклатуру таких ударов наших. Նախ մենք կընդլայնենք նման հարվածների շրջանակը նավահանգստային կառույցների եւ նավերի, ուկրաինական նավահանգիստներ մտնող նավերի վրա։ Второе. Если это будет продолжаться. Երկրորդ, եթե սա շարունակվի, մենք կքննարկենք այն երկրների նավերի դեմ պատասխան միջոցառումների հնարավորությունը, որոնք օգնում են Ուկրաինային այս ծովահենական գործողություններում։ Украине осуществлять эти пиратские акции. Ուկրաինայում խաղաղության պայմանները Պուտինն է թելադրելու, քանի որ Ռուսաստանը հաղթում է, Եվրոպայում ոչ մեկը չի փոխի դա, գրում է բրիտանական Թելեգրաֆը։ Իսկ Պենտագոնի ղեկավարը հարցազրույցի է մասնակցել տիկնոջ հետ եւ ասել, որ նախընտրում է ընտրել նախագահ Թրամփի, Պուտինի եւ Զելենսկիի հետ։ Դա Փիթ Հեքսետի կարծիքով կլիներ խաղաղության ընթրիք։ Իսկ ինչ մենյուով։ Դե ստեյք լավ կլիներ։ Կտեսնենք ինչ կցանկանա նախագահը։ Ստեյք լավ պատրաստված, ռուսական սոուսով։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։